Հրապարակորաթերթն ու Իլուր պարբերականը դիմել են Վճռաբեկ դատարան, խնդրելով վերացնել առաջինատյանի եւ վերաքննիչ դատարանների որոշումները, որոնք պարտավորեցնում են երկու լրատվամիջոցներին բացահայտել մայիսին հրապարակված հոդվածի աղբյուրը։ Վճռաբեկ դատարանի հետ մեծ հույսեր չկապելով հրապարակի խմբագիր Արմինե Օհանյանն ասում է, իշխանությունները փորձեցին նոր լծակ կիրառել ԶԼՄ-ներին ճնշելու համար եւ նախադեպ ստեղծեցին։ Լրատվամիջոցներին կաշկանդելու, նրանց ստիպելու եղանակ է, որպեսզի մենք այլևս չփորձենք անանուն աղբյուրներից օգտվել եւ մարդկանց տված տեղեկատվությունը գրելուց առաջ մտածենք, թե հետո շարունակությունը ինչ է լինելու։ Մենք ենք հայտնվելու դատարանում, իրենք են հայտնվելու դատարանում։ Թերթի խմբագիրն ասում է, չնայած դատարանի պահանջին հոդվածի հեղինակն աղբյուր բացահայտել ոչ մի կերպ չի պատրաստվում։ Հիշեցնենք, Իլուրն ու հրապարակը տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի գիշերը Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնության էր ենթարկել հունահռոմեական ոճի ըմբիշ օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանին եւ նրա եղբորը։ Հատուկ քննչական ծառայությունը խնդրել էր հայտնել աղբյուրը, երբ լրատվամիջոցները մերժել էին, դիմել էր դատարան։ ԶԼՄ-ների շահերը ներկայացնող փաստաբաններից Արտակ Զեյնալյանը նույնպես մեծ հույսեր չի կապում Վճռաբեկ դատարանի հետ, բայց նշում է, որ ամեն կերպ փորձելու են պաշտպանել իրենց վստահորդների շահերը։ Որ սա խոսքի ազատության իրավունքի միջամտություն է, սա այբուբեն է, սա շատ պարզ է, որտեղ սա խոսքի ազատության իրավունք է եւ այդ իրավունքի միջամտությունը խոսքի ազատության իրավունքի միջամտությունը։ Իսկ այդ ազատությունը իրականացնողները այդ լրագրողներն են։ Իսկական այստեղ կասկածից վեր է, որ միջամտություն է այդ իրավունքին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համար նույնպես միանշանակ է, որ փորձ է արվել ճնշել ու կաշկանդել լրատվամիջոցներին։ Գարնանը Գյումրիում այդ միջադեպի մասին բոլորն էին խոսում, ինչու ՀՔԾ-ն որոշեց լուրի աղբյուր պարզել հենց երկու ընդդիմադիր լրատվամիջոցներից։ Դա դասական առումով նաև այսպես կոչված թաքնված գրաքննություն է, իրավական մեխանիզմները օգտագործելով թաքնված գրաքննություն է։ Սա այն գործն է եւ գործընթացն է, որի ճանապարհը ուղիղ տանում է դեպի եվրոպական դատարան եւ ես կարող եմ համոզված ասել, որ եվրոպական դատարանում Հայաստանը կպարտվի, այսինքն պետությունը կպարտվի։ Եվ Աշոտ Մելիքյանը եւ մի շարք այլ մեդիա փորձագետներ էին կանխատեսում, որ այսպես դատախազությունը նախադեպ է ստեղծում, որ ցանկացած պահի քննչական մարմինը կարողանա դիմել դատարան աղբյուր բացահայտելու պահանջով։ Հրապարակորաթերթի դուռը թակողները չուշացան։ Հենց հիմա իմ սեղանի վրա է երկու նմանատիպ գրություններ, որտեղ մեզանից պահանջում են նշված որևէ հոդվածի, ուրեմն հետ կապված աղբյուրը բացահայտել, ինչպես իրենք են ձևակերպում, հանցագործության մասին հաղորդումը հաստատող ձեր մոտ եղած նյութերը տրամադրեք մեզ։ Ոչ Գյումրիի միջադեպի մասին հոդվածի, ոչ էլ մյուս աղմկահարույց դեպքերում հրապարակը չի ցանկանում աղբյուրներ բացահայտել, որովհետև իրենց աշխատանքը ոչ թե գործի քննությանն օգնելն է, այլ հարցը հրապարակայնացնելը, ասում է Արմինե Օհանյանը։ Թերթին տեղեկություն տրամադրած մարդը չի ենթադրել, որ ամիսներ անց պետք է գործ ունենա քննչական մարմինների հետ, իր անունը բացահայտվելու արդյունքում գուցե կորցնի աշխատանքը եւ սպառնալիքի տակ դնի իր անվտանգությունը։ Լրագրողը, մամուլը, լրատվամիջոցը օպերատիվ աշխատանքներ իրականացնող մարմին չէ։ Նա չի կարող նյութեր հավաքել, օպերատիվ աշխատանք տանել, ուրեմն վկաների խոսեցնել, ձայնագրություններ պատրաստել, այնպես որ ասենք քննիչը այդ մեր տված նյութերը փաստորեն ուզում է վերցնի եւ ինքը մտնի դատարան առանց որևէ աշխատանք կատարելու։ Եթե իրավապահները քննություն անելիս լրատվամիջոցների վրա են հույսները դնում եւ այլ կերպ աշխատել չեն կարողանում, թող հրաժարական տան, ասում է Օհանյանը, միևնույն ժամանակ հավելելով, որ իրականում անճարությունից չէ, որ քննիչները դիմում են ԶԼՄ-ներին, երբեմն անձամբ գալիս խմբագրություն, նրանց այս աշխատելավոճը ըստ խմբագրի հավանության է արժանացրել գլխավոր դատախազը։ Ես վստահ եմ, որ հենց դատախազի, մեր երիտասարդ դատախազի մտահղացումն է այս գրություններն ուղարկելը եւ այս ուղղությամբ տանելը։ Սա լավ լծակ է, լավ հոգեբանական ճնշման նաև միջոց է, հա, լրագրողների, խմբագիրների նկատմամբ։